Սիրելի հեռուստադիտող, կրկին ողջունում ենք ձեզ Տիկին Փաշյանի հետ։ Այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմայից, խոսելու ենք շատ կարևոր անհատականության մասին, ում ճանաչում ենք ոչ միայն մենք, այլև ամբողջ աշխարհը։ Եվ դա Կոմիտասն է։ Երգահան, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, խմբավար, երգիչ եւ բանաստեղծ։ Կոմիտասի մասին հնարավոր չէ խոսել ընդամենը մեկ հաղորդման շրջանակներում, այդ իսկ պատճառով մենք այն բաժանել ենք մասերի։ Եվ այսօր խոսելու ենք հենց Կոմիտասը որպես բանաստեղծ։ Տիկին Փաշյան, ողջունում եմ ձեզ։ Ողջույն։ Տիկին Փաշյան հայտնի է, որ շատ քչերը, ընդամենը մի քանիսն են, ովքեր փորձել են վերլուծել Կոմիտասին որպես բանաստեղծ։ Սակայն ուզում եմ մեր հեռուստադիտողին տեղեկացնել, որ Տիկին Փաշյանը հենց առաջինն է, ով գիտական մոտեցմամբ ուսումնասիրել է նրա գրական ժառանգությունը եւ նրան առաջին անգամ անվանել կրունկ։ Տիկին Փաշյան, կխնդրեմ ձեզ մանրամասնել, ինչպես է տեղի ունեցել, որ առաջին անգամ դուք անվանել եք նրան կրունկ եւ երբ է տեղի ունեցել։ Ես հանդես եկա 16-րդ ստուդիայում ռադիոյի եւ Վահանացրունու այդ համատեղ համերգի ժամանակ հենց սկզբում նա ներկայացրեց ինձ եւ ասաց, որ առաջին անգամ այսի փորձ են կանում, այսինքն գրական ագենտը նախ ներկայացնում է եւ հետո պետք է հնչեին իր 10 հայտնությունները։ Եվ դրանից առաջ ես հանդես եկա եւ Կոմիտաս բանաստեղծին, Կոմիտաս վարդապետի գրական ժառանգությունը ներկայացնելով եւ Վահան Արծրունու երաժշտական միջնորդությունը, այսինքն պես երգահան նա հանդես է եկել, հենց այդ օրը ես նրան անվանեցի կրունկ։ Ինչու՞, որովհետեւ երբ մենք թողեցինք Արևմտյան Հայաստանը, տեղի ունեցան չափազանց ողբերգական իրադարձություններ եւ նրանց մեջ էր նաեւ մեր սիրելի Կոմիտասը, որը թեև փրկեց իր ֆիզիկական մարմինը, բայց իհարկե հոգեբանական առումով նա այլևս ջարդված էր եւ գիտենք որտեղ է գտնվել եւ այդ ժամանակ այդ օրը ինձ մոտ մտահոգություն առաջացավ նրան անվանել կրունկ, որովհետեւ չէ որ նա երգում է իր երգում ասում է այդ կրունկ մեծ իրողության մասին, որը մետաֆոր է Եվ հենց ինքն է այն կրունկը, որը հենց խնդրում է եւ ասում եւ եկել է Արևմտյան Հայաստանից, որը տեսել է Արևմտյան Հայաստանը եւ իր պոեզիայում, բանաստեղծական տողերում ամբողջովին կարծես նկարագրում է Արևմտյան Հայաստանի հոգին եւ գյուղերը։ Նա նաեւ գյուղերկակ է։ Նա տալիս է բնությունը, ինչպես Վարուժանը, ինչպես Մեծարենցը, ինչպես շատերը մեր արևմտայի գրողները, հա Կոմիտասը եւս նրանցից մեկն է, որ հոգեաշխարհ է բերում եւ այդ խաբրիկ, այդ լուրերը իր բանաստեղծների միջոցով մեզ հաղորդում, իսկապես նա կրունկ է։ Ինչպիսին էր ռիթմը իր բանաստեղծությունների, հնչյունային կազմավորվածությունը եւ լեզվական առանձնահատկությունները, չէ՞ որ կային ամեն դեպքում դրանք։ Այո, պետք է նախ սկզբից հենց ես ասեմ այն մասին, որ Կոմիտասը մեծ բանաստեղծ է եւ դա անհերքելի է, ուսումնասիրելով նրա գրական ժառանգությունը, հստակ եւ պարզ է դառնում իրողություն, որ Կոմիտասը բերեց բանաստեղծական նոր մտածողություն, նոր աշխարհ, պարզապես նա այնքան հզոր էր իր ժամանակում եւ տևողության մեջ, եւ չէ որ դեպքեր տեղի ունեցան եւ ափսոս որ նա այլևս չստեղծագործեց, ես գրական գործերի մասն եմ ասում, բայց այն ինչ որ ստեղծեց Կոմիտասը հատկավ հնարավորություն է տալիս մեզ մտածելու եւ ասելու, որ նա մեծ բանաստեղծ էր։ Նա ուսումնասիրել էր մեր ամբողջ միջնադարյան գրականությունը, նա տեղյակ էր, նա շփվում էր ժամանակի մեծերի հետ, Հովհաննես Թումանյանի, Արշակ Չոպանյանի, նա նամակներ ունի Մաթեոս Զարիֆյանին եւ նա քաջատեղյակ էր ընդհանուր գրական միջավայրից եւ ինչ է նշանակում լինել երգահան, ինչ է նշանակում գրել երգ, անմիջական տեքստի հետ շփվող մարդ էր եւ իր հոգին բանաստեղծական էր։ Հենց բանաստեղծության մեջ այդ ռիթմական պատկերները նրանք կարծես թե լինեն մեկ բարեղանակներ, մեկ փոքրիկ երգեր, մեկ օրորոցայիններ, նա բերում է իր դեռ չծնված ժամանակ այդ օրորոցայինը, որ նա իր մոր հետ զգացել է, ինչ է նշանակում հայկական իրականություն, մայրը երգել է եւ Կոմիտասը իր հետ բերում է այնպիսի հուզական եւ գունային գամմա իր բանաստեղծների մեջ, որ մեզ համար դա անհրաժեշտ է։ Ընդհանրապես կգան նոր ժամանակներ եւ ոչ միայն ես միայն ուսումնասիրեմ նրան եւ գիտական մեկնաբանություն կտամ, այլև շատերը, որտեղ ճանաչելով Կոմիտասի հոգին բանաստեղծության մեջ, մենք հնարավորություն ենք ունենում ճանաչելու կյանք ավելի գեղեցիկ ուղիներով, որովհետեւ նա չկարողանալով սիրել եւ այսպես ասած գտնել այն մարդուն, որը պետք է իր հետ ապրի կյանքում, նա երազի մեջ է տեսնում եւ ասում է երազի մեջ մենք ապրում էինք
եւ կանաչ ու կարմիր այդ գույները հենց ամուսնության, կարծես ամեն ինչ երազի մեջ է կատարվում եւ նա բանաստեղծության մեջ է ցույց տալիս։ Ասում է առանց քեզ ոչինչ է կյանքը, իսկ քեզ հետ ասում է, կարծես դրախտում լինեմ եւ վարդերի մեջ քնանամ, կարծես վարդերի մեջ եմ քնում։ Ահա ամբողջ բանաստեղծական պատկերները խոսում են միջնադարյան, կարծես խոսում են միջնադարյան գրականությունից, ավելացնելով կենսափորձը, լավ մարդու կերպարը նաեւ աշխարհին բարի հայացքով կամեցողությամբ նայող մեկը, ով նաեւ մարսել է հայերենի բառապաշարը ոչ միայն ամբողջությամբ, այլև նոր բառերի միջնորդությամբ, նա նորարար է բառային դաշտում, նա նորաբանություններ է անում, տորոն, այդտեղ տարբեր ուրեմն բառեր կան, որոնք մի անգամից ցույց են տալիս, որ նա նորարար էր, ջեր եւ տարբեր ջերալ, հետաքրքիր սարիկ, այնպիսի բառեր, նույնիսկ տեսեք 69 թվականին, 1969 թվականի այս հրատարակության մեջ որը Լևոն Միրիջանյանն է ուրեմն գրել առաջաբանը այստեղ եւ տեսակավորել, բաժանել իհարկե խմբագրական աշխատանք կատարել, այստեղ տրվում է բառարան եւ այս բառարանում մենք տեսնում ենք թե ինչքան նոր բառեր է բերել բանաստեղծական աշխարհ։ Կոմիտասյան բառեր։ Այո, այդպես կարող ենք անվանել կոմիտասյան նորարարություններ։ Ինչպիսին էր նրա բանաստեղծական լեզուն արտացոլում երաժշտական մտածողությունը, ինչպես էր դա։ Այո, քանի որ մենք գիտենք կոմիտասյան մեղեդին, նույնպիսի քնքշությամբ եւ արագությամբ, նաեւ արագությամբ, շարժունությամբ, նաեւ նրա երաժշտական տեքստ է։ Երաժշտության մեջ կա անդանտե, տեմպ, կա ալեգրո տեմպ, կա պրեստո տեմպ, վիվաչե, գրավը եւ այլն։ Կոմիտասյան աշխարհը, կոմիտասյան բանաստեղծական աշխարհը հենց այդ տեմպերի խաղն է։ Նա կետադրական նշանների միջոցով հենց շատ լավ ցույց է տալիս այդ ամենը։ Կետադրությունը շատ կարեւոր է։ Կոմիտասի մտածողությունը զգալու համար, թե ինչպես է նա զգում արևը, ինչպես է զգում գարնանգալը, ինչպես է զգում ծաղիկների շարժը, արևը, ընդհանրապես բնությունը չափազանց մեծ տեղ է գրավում Կոմիտասի բանաստեղծության մեջ։ Կարելի է այսպես բաժանել, այս գրքում 60 թվականի լույս տեսած հենց հետաքրքիր բաժանումներ կան՝ սեր, խոհական, յուղերգություն եւ բնություն իհարկե, ամենը այստեղ արտացոլված է եւ Կոմիտասը բոլոր դեպքերում զորվում է, այսինքն նա բնությունն էլ է գեղեցիկ ներկայացնում, սիրո աշխարհն էլ է գեղեցիկ ներկայացնում, գեղեցիկ է ներկայացնում կյանքը ընդհանրապես, փիլիսոփայությունը, յուղերգությունը, Արևմտյան Հայաստանի հոգին նաեւ դրա համար է նա կռում, որովհետեւ նա այդ խաբրիկը լուրերը ինքն է բերում մեզ իր բանաստեղծության միջոցով։ Մենք մինչեւ կռունկին տեսեք հարցնում ենք, ասում ենք կռունկ այն աշխարհեն խաբրիկ մչունիս, արդեն ինքը խաբրիկը բերում է խաբարը, այսպես ասած լուրը, թե ինչպիսին էին դաշտերը Արևմտյան Հայաստանում բուրում, թե ինչպես էր գարունը գալիս, ինչպես էր առում վարարում։ Տեսեք նա անվանում է բնությանը եւ ընդհանրապես սքավոր, քանի որ անձրև է գալիս, ինչ որ այն չէ, շարաճ, այսպես եւ երկացման նշաններով այդ ամբողջը հորդում է։ Այնպես մտերմիկ է ներկայացնում եւ մի առանձնահատկություն կոմիտասյան բանաստեղծության մեջ, ինչպես բոլոր բանաստեղծները շատ հաճախ իրենց մենության մեջ են զգում, նա նույնպես մենավոր էր եւ ես եմ խոսել բանաստեղծության մեջ հատկապես շատ լավ է երևում։ Կան մի քանի բանաստեղծներ, Պատրանքը, Ճանապարհը, որոնք շատ իբրև զարդը, որոնք ավելի ու ավելի են ցույց տալիս կոմիտասյան իսկական այսպես մաքրամաքուր հոգեաշխարհը, գարունը։ Տեսեք գարունը, հալուն սարին ձորին խոսել են, երես քարեն հողեն հոսել են, գարուն իջավ մխալով, առու շիջավ ծխալով, բաղիկ տեսա լուսին ցողին, լողիկ արփել են կանաչ տափերին, առուն փեսա, հողիկ ոգին դողիկ տարբել են ծաղիկ նափերին, հալուն ծառի ծաղկի ոտերով, երեր ծովի ցամքի ոտերով, առուն ուռավ, վերացավ, բուր ու գարուն հեռացավ։ Կարծես մեղեդի չէ, այդ շարժումը չէ, կամ այս խոսում է բանաստեղծության մասին, որ նա երազում է տեսնում իր սիրո պատկերները եւ այս գիշեր իմ երազում քեզ հետ մեկտեղ ապարեցինք, սեր ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին, ոսկի արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, ինձի քեզի կարմիր կանաչ սիրո շապիկ կարեցին։
Վերիշտադարյան բանաստեղծության մեջ այս սիրո շապիկը, այս գույները առկա են, կանաչը եւ կարմիրը, չէ։ Առաջինական Կոմիտասը երևացել է որպես պոետ նրա մահվանից հետո, իհարկե հանդես են եկել շատերը, զբաղվել են նրա ստեղծագործության ուսումնասիրությամբ, ոնցից մեկը Թորոս Ազատյանն է, եւ նա է հենց կազմել այդ գիրքը, որը լույս է տեսել 1939 թվականին, մշակույթ հրատարակությունն է, ուրեմն ներկայացրել դա, որը եղել է Կոմիտաս վարդապետ քննարկություններ, այդպես է կոչվել։ Այդին Մորիկյանը 2004 թվականին մի շատ լավ ժողովածու կազմեց եւ կոչվում է Փշուրմը քննարկություն, այսինքն փշուրներն են պահպանվել, Իրանի երկար ապրեր եւ ինչպիսի գոհարներ կստեղծվեին նրա կողմից, գեղեցիկ է գրում եւ ապրված է։ Տեսեք ամենահայտնին, որը երգ է դարձել Վահան Արսունին, նաեւ ես քո սերն եմ, սիրոտ ջերն եմ մենավոր, ես եմ քո կին, դու իմ հոգին, հենավոր, ձայնը թնչեց, սիրո կայծակ շեշտակի, հոգի շնչեց, գարուն փայլակ հեշտակի, շունչդ առա, ուր ծոցերով, գրիչ դառա, փուր ոցերով։ Մենք դրան հստակ կարող ենք անվանել մեր բանաստեղծական արվեստի ներկայացուցիչ, բանաստեղծական դպրոցի։ Եվ կգան, ասում եմ, նոր ժամանակներ, որ Կոմիտասը եւ դասագրքում կընթերցվի, եւ նրան իսկապես կընկալեն ոչ միայն երգահան, ոչ միայն խմբավար, ոչ միայն հասարակական գործիչ եւ այլ պատկերներում, այլ առաջին հերթին նաև բանաստեղծ, առաջին հերթին, ինչպես երգահան, որտեղ նա կարևոր խոսք է ասել։ Կոմիտասի բանաստեղծությունները փշաքավելու աստիճան հուզում են մարդուն եւ սրտառուչ են, հասնում են մինչեւ հոգի։ Ինչպես դուք եք սիրում ասել Տիկին Փաշյան։ Էլի նախ ուզում եմ ասել, որ բավականին հետաքրքիր բացատրություն տվեցիք, ինչու եք անվանել կրոնք Կոմիտասին, ես դեռևս այդ տպավորության տակ եմ ձեր ասածի։ Դա առաջին անգամ էր, ընդհանրապես առաջին անգամ ասվածները պետք է հիշատակել լինեն այն առումով։ Տպավորիչ։ Այո, երբ դուք եկավ մեր հասարակությանը, ես հիշում եմ ինչքան նամակներ ստացա եւ մարդիկ ասում են, որ իսկապես ճիշտ բնորոշում էր։ Տպավորիչ էր, որովհետեւ դա իսկապես կրոնք է, այ մենք փորձում ենք հասկանալ կրոնքի հոգին, չէ։ Եվ միշտ թռչուններին ուշադրություն դարձնելը մեզ համար պետք է կարևոր փաստ լինի։ Տեսեք, երգերում ինչքան շատ են թռչունների անունները, լոր, չէ, ծիծեռնակ, տեսնում եք, այսինքն կափավիկ նա ունի, այս թշնային աշխարհը, օդավորված այս թևավորները շատ կարևոր լուրեր են բերում բնությունից, մարդկանցից եւ հենց այդ կռունկն էր մեր Կոմիտասը, այո, որը կարողացավ մեզ իսկապես լուրեր բերել այն մեր սիրելի աշխարհից, որը մենք Պորուսիալ աշխարհ ենք անվանում։ Դա Արևմտյան Հայաստանի այն տարածքներն են, այո, որտեղ կյանք կար եւ հայ իրականությունը այնտեղ շատ ուժեղ էր, բուրն էր, մեր արվեստը, մեր մշակույթը, որի ներկայացնից մեկը Կոմիտասն է։ Չէ՞ որ նա շփվել է ժամանակի մեծերի հետ այնտեղ։ Տիկին Փաշյան, քանի որ այս ուղղությամբ գնաց մեր խոսակցությունը, ուզում եմ նաև ես իմ խոսքում նշեցի, որ Կոմիտասը ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից էր, հիմնադիրն է, այո։ Ուստի այստեղից գլխում է հաջորդ հարցը, ինչ ազդեցություն են ունեցել ուսումնառությունը եւ մշակութային միջավայրը Կոմիտասի բանաստեղծական ոճի վրա։ Կոմիտասն անդադ սովորել է, նախ սովորել ժողովրդից, նա միշտ ասել է պետք է գնալ ժողովուրդը եւ այնտեղից բերել ամեն ինչ եւ ասել է նաեւ որ ինչ է երգը, եթե ոչ տեքստի միջնորդություն, այսինքն առանց տեքստի ինչ մեղեդի կարող է լինել, այսինքն նա անընդհատ առաջին հերթին սովորել է բնությունից, ժողովրդից, առաջին հերթին, մշակույթից նա հանդիպումներ է ունեցել շատերի հետ, այն նամակներում մենք տեսնում ենք որ Թումանյան եւ Կոմիտաս կապ կան նաեւ, Արշակ Չոպանյանն է վերջը հրադարձել նրան, Մարգարիտ Բաբայանի հետ ունի նամակագրություն, Կոմիտասը իսկապես մեծ մշակութային գործիչ է, նա եղել է Բեռլինում սովորել է եւ ընդհանրապես շատ է սովորել Կոմիտասը, նա մինչեւ իր կյանքի վերջը սովորում էր եւ բնականաբար ուսումնառությունը կարեւոր նշանակություն է ունեցել։ Միայն մի փաստ Կոմիտասի կյանքից, որ նա հայերեն չգիտեր։ Հիշենք այն փաստը, որը եկել էր նա իջմիածին եւ երգում էր թուրքերեն, չէ, եւ հետո հայերենը դարձավ նրա համար այնքան զորեղ եւ այնքան խոր իրականություն, որ տեսեք բանաստեղծները հայերեն են գրվում արդեն, այսինքն նա կարողացավ նախ յուրացնել հայերենի բոլոր ձևերն ու
վիճակները, նա ինքը դասավանդում էր, մանկավարժ էր նա, եւ տեսեք Գևորգյան Փաստորեն ջերմարանում եւ ընդհանրապես նա դասավանդել է։ Ինձ զարմանք է նաեւ պատճառում այն հանգամանքը, երբ ուսումնասիրում եմ եւ շարունակում եմ ուսումնասիրել Կոմիտասի գործունեությունը, որ նա գեղեցկագույն եւ հետաքրքիր հարգանքով նամակներ է գրել նաեւ իր աշակերտներին։ Նա մեծ ուշադրություն է դարձրել իր աշակերտներին եւ ուսան երջախումբ է ունեցել, որի մասին ընդհանրապես պետք է միշտ հիշել, հոյակապ խմբավար է եղել։ Ես այս ամենը անդրադարձել է ոչ միայն Կոմիտաս բանաստեղծի վրա, այլև իհարկե նրան, որպես այսպես, եթե դիտում ենք առաջին հերթին երգեր հավաքող, նա 3000-ից ավելի մեղեդիներ է ունեցել եւ նամակներում ասում է, որ այսքան մեղեդիներ ես ունեմ ժողովրդական, որոնք պետք է կարողանամ հավաքել, շատ-շատերը պահպանվել են, իհարկե մենք ունենք այդ ժառանգությունը եւ մեծ ուշադրություն է դարձրել, այսինքն ինչ է նշանակում մեղեդիններ լսել, նոտագրել, պահպանել, իմանալ որն է կարեւոր, եթե կրթյալ եւ ուսյալ չլինես։ Նա ժամանակների իսկապես ամենա այսպես ակներև հաջողված գործիչներից էր, որի կյանքը սակայն ընդհատվեց պատմական հանգամանքների պատճառով։ Ամենի հիմքը սովորելն է։ Իհարկե ամեն սկսվում է հենց այդ կետից։ Ուսումից է սկսում։ Ձեր խոսքի մեջ ելի նշեցիք Թումանյանի եւ Կոմիտասի կապի մասին։ Կխնդրեմ մի քիչ ավելի ծավալվենք այդ թեմայով։ Տեսեք, հետաքրքիր մի բան կա, Թումանյանը որբ չէր, բայց 11 տարեկանից արդեն ամբողջովին որ բացավ Կոմիտասը։ Նա հրաշալի ծնողներ, որոնք հայտնի էին, որոնք իրենց քաղաքում երգում էին, իրանք շատ լավ գիտեին Թակուհուն, որը շատ լավ ձայն ուներ, մայրը։ Սակայն նա շուտ կորցրեց մորը ավաղ եւ նաեւ հետագայում հորը, եւ կարելի ասել 11 տարեկան երեխան արդեն զրկված էր ծնողներից։ Այս առումով հետաքրքիր է եւ այն, որ նա ճաշակել է ճակերտների մեջ, իհարկե այդ սարսափելի իրականությունը, սակայն նա շրջապատված է եղել այնպիսի մարդկանցով, հագեցած է եղել իր կյանքը, որ լրացրել է։ Նա շատ շատերի տուն է գնացել, զրույցներ են ունեցել, ընդհանրապես նա կենսուրախ եւ շատ հետաքրքիր մարդ էր եւ ամեն րոպե խաղում էր կյանքից իր համար արժեքավոր իրողություններ, որոնք հետո կամ բանաստեղծացնում էր, կամ մեղեդիներ էր դարձնում։ Կոմիտասյան մեղեդին անգնահատելի է։ Կոմիտասը ամբողջովին իր մեջ ամփոփված տիեզերք է։ Մենք շատ մարդիկ են ուսումնասիրել Կոմիտասին որպես երգահան, որպես հասարակական գործիչ, որպես երաժշտագետ եւ ելի շատ տեղ կա, այսինքն ես համոզված եմ, որ դա անսպարտ թեմա է, որտեղ Կոմիտասը բարձունք է, որին հասնելու համար, որին մոտենալու համար ահռելի ջանքեր են պետք։ Նա մնում է ամենահետաքրքիր այսպես կերպարներից մեկը մեր մշակութային կյանքի։ Իսկ Թումանյանի հետ դա չէր կարող, նրանք ուզում են նույնիսկ անուշը, արդեն պատրաստվում էին արդեն եւ կան նոտագրումներ։ Ես միայն սա եթե ասեմ, արդեն իսկ այնքան հոգեցունց է այն պատկերացումները, որ կարող էին ծնվել դրանից հետո, երբ մարդիկ լսեին, դիտեին այդ գործը, այսինքն անուշը Կոմիտասի ձեռամբ լսեին, ինչպիսին կլիներ այն, չէ՞ որ արդեն կային շատ մասեր, եւ նրանք շատ հարազատ են, Կոմիտասի եւ Թումանյանի այդ աղերսները շատ մեծ են, երկուսն էլ հանճարներ են, եւ մեկը մեր դպրոցի Փաստորեն ամենայինն է երաժշտական մտածողության, իսկ մյուսը մեր բանաստեղծական խոսքի։ Եվ նրանք հանդիպել են, այո, Կարվերնատուն, որտեղ եղել է նաև Թիֆլիսում Կոմիտասը եւ ոնց կարող էր Թումանյանը չտեսնել նրան, ոնց կարող էր միասին երգ չստեղծել։ Եվ դա եղավ։ Այսինքն հետաքրքիր բարեկամություն եւ ընկերություն է։ Թումանյանը շատերի հետ էր մտերիմ եւ իր նամակներում նա հիշում է Կոմիտասին նաեւ։ Այս մենավորը ամբողջությամբ իր սրտի խորքով եւ արյան բջիջներով զգացել է իր հողի եւ ջրի արժեքը, դրա գեղեցկությունը տեղափոխել այն դեպի ցույց տվել, որ ես տեսնում եմ մարդիկ այս գեղեցկությունը, ուզում եմ որ դուք էլ դա տեսնեք։ Եվ դրա համար այստեղ շատ լավ բաժանումներ կան։ Ես ուզում եմ հատկապես մեր ուշադրությունը դարձնենք նոթիններ ու մայրիններ այս բանաստեղծության վրա, որտեղ նրա հայացքը բարձր նոթիններին է, այսինքն կիպարիս այս ծառն է, եւ ցույց է տվել, թե ինչպիսի ծառեր են աճում
այն երկրում, որտեղ ապրել է ինքը։ Խորը փիլիսոփական գաղափար։ Այո, գաղափար, տեսեք, մուգ նոճիներ, միգապար, ճամփի վերև, սիգապար, դեպի երկինք, հրազայր, կանաչ, հուսով սրածայր, ճյուղերն ի վեր կոնավոր, կարծես լինեն տոնավոր, հուսատերև այրիններ, հուսաբեղուն այրիններ, փշերն աչքին պիշելով, արև օրեր հիշելով, քարերի ծոց պատառել, ամպերի գոգ կատարել, ամպերի գոգ կատարյալ է այդ առումով, եւ ինչ նոր բառեր, ինչ նոր հագեցված տեքստ, նա ցույց է տալիս, որ այո, շատ կարևոր է ծառի նշանակությունը, որ ծառերը կարևորագույն տեղ ունեն մարդկության ծածողության նույնիսկ դաշտում, ծաղիկ ու շաղիկ, եկ շաղիկ եկ առավոտ, առավոտ է առավոտ, առավոտ շաղիկ գա, այսինքն անդադ խոսում է ծաղիկների հետ, շաղիկ ասելով մեղեդային այսպիսի տեմպ է հաղորդում։ Այդտեղ են գտել նաև սիրային բանաստեղծությունները, բաժանումները հենց այսպիսին են, այսինքն խոր բովանդակային շերտում ենք տեսնում ենք բնությունը, սերը, խոհերը, քնարերգությունը առհասարակ, գյուղերգությունը, իսկ գյուղերգությունը ընդհանրապես արևմտայի մեջ բանաստեղծների ամենասիրելի մտածողության կերպն է։ Ահա, ամեն ինչ է ասված, այսինքն նա ամբողջովին տեսնում է բնությունը, գեղեցկությունը, սա է կյանքը, հողը, մարդը, սերը։ Ես հավատում եմ եւ մերժում եմ այն միտքը, որ մենք չենք հասկանում Կոմիտասին, մենք շատ լավ ենք հասկանում եւ օտարն է հասկանում նրա մեղեդին։ Դա այն բանաստեղծն է եւ գրողը եւ նաեւ երգիչը եւ նաեւ երգահանը, որի ներկայացնելով ցանկացած վայրցամաքում նա սիրելի կդառնա։ Ես համոզված եմ, եթե Կոմիտասի բանաստեղծները թարգմանվեն եւ ներկայացվեն, ապա անհնար է, որ նրան չսիրեն, ինչպես սիրեցին նրա մեղեդին։ Հոգեցուն զգալով այդ ամենը, Կոմիտասին զգում են մաշկով, երբ օտարները, ճապոնացիները նրան երգում են, դժվար է հասկանալ, կարծես Հայաստանից դուրս եկած լինեն, ուրեմն այնպիսի մեղեդիներ են, որոնք ազդում են բոլորի ուրեմն հոգեկան աշխարհի վրա։ Ինչպես են Կոմիտասի բանաստեղծությունները կապվում նրա երաժշտական ժառանգության հետ։ Սա մի նոր աշխարհ է, կարելի է այդպես ասել, որտեղ միաձուլվում է պոետ, երգահանը, ինչքան կարևոր է, չէ՞, որ պոետը զգում է մեղեդին նաև, նա երաժիշտ է, նա գիտի 16-րդ թականը, նա գիտի 32-րդ թականը, քառորդ նոտան, այսինքն իր բանաստեղծության մեջ նույնիսկ բառերը մեղեդային պատկեր ունեն, տեմպ ունեն, ռիթմ ունեն, նախադասության ավարտ կա, այստեղ պաուզաներ կան, լռություններ կան, փոթորիկներ կան։ Իր ընթերցողին ուզում է միայն երջանկացնել, իր ընթերցողին լուսավոր տխրություն է բերում։ Սա արվեստում գագաթ է համարվում, երբ գրողը այնքան պարկեշտ է եւ մեծ, որ կարողանում է իր տխրությունը ոչ թե շպրտել, այլ լուսավոր ցոլքերի մեջ ներկայացնել։ Սա արվեստի ամենալավ պատկերն է եւ գեղանկարչության մեջ, եւ արձակում, եւ բանաստեղծության մեջ, այս լուսավոր թախիծը հենց Կոմիտասինն է։ Այո, տխուր ենք, բայց լույս կա մեր մեջ, մենք կարող ենք ապրել։ Երկար չի պատմում, պոեմներ չի գրում, այսինքն կարողանում է շատ հակիրճ եւ խորունկ միևնույն ժամանակ ներկայացնել հոգու մեծ տիեզերք, այսպիսի վարպետ է, այսա շատ մեծ առավելություն է, այսպիսին է Կոմիտասի պոեզիան։ Կոմիտասը ամբողջը վերադառնում է դեպի բնություն եւ մարդը միաձուլում է բնության հետ։ Այո, շարունակում է այդ բնապաշտական չափի մեջ, իհարկե չափի մեջ։ Կարող է տխուր բաներ նկարագրել, կարող է ողբերգություն ցույց տալ, կարող է երջանկություն ցույց տալ, բայց հասկանալ մարդուն եւ գնահատել նրա դերը այս հողի վրա միայն մեծերին է հատուկ։ Այդ Կոմիտասը դա կարողացել է անել։ Տիկին Փաշյան, Կոմիտասը իրոք, որ ինչպես նշեցի հաղորդման սկզբում, այն եզակի անհատականություններից մասին հնարավոր չէ մեկ հաղորդման շրջանակում խոսել։ Քանի որ մենք այս թեմայով էլի ենք հանդիպելու եւ արդեն խոսել ենք Կոմիտասը որպես երաժիշտ եւ այլն, չբացեմ ճակերտները։ Այո, գաղտնիքները տոնում են։ Այո, կա այսպիսի ժողովրդական ասացվածք, որ ինչքան խոսես, այնքան կխոսվի։ Այս թեման այդ թեման է, կարծում եմ։ Տիկին Փաշյան, ցանկանում եմ եզրափակել այսքանով Կոմիտասը որպես բանաստեղծ մեր հաղորդումը եւ հաջորդ անգամ արդեն խոսենք Կոմիտասի վերաբերյալ որպես երաժիշտ ու կարծում եմ նույնքան հետաքրքիր։ Այո, նույնքան հետաքրքիր եւ նույնքան փշաքաղվելու աստիճան հոգին դիպչող հաղորդում կլինի, ինչպես սա էր։
Շնորհակալություն եմ հայտնում մեզ հետ լինելու համար։ Տիկին Փաշյան, ձեզ ևս շնորհակալություն եմ հայտնում։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ հաղորդման ժամանակ։